Ողջույն սիրելիներս, բարի գալուստ հայկական խոհանոց։ Եթե փնտրում եք կոտլետների թեթև և բուսական տարբերակ, ապա բլղուրով այս կոտլետները հենց ձեզ համար են։ Դրանք պատրաստվում են պարզ բաղադրիչներից, սակայն արդյունքը գերազանց է, փափուկ ներսից, թեթև խրխրթան արտաքինով և անչափ համեղ։ Խորհուրդ կտամ պատրաստել միանգամից կրկնակի չափաբաժնով, քանի որ շատ արագ վերջանում են։ Լվանում ենք 2 բաժակ բլղուր և թռչում ենք եռման ջրով։ Որպեսզի կոտլետների մեջ աղը համաչափ բաշխվի, հենց այստեղ աղ ենք ավելացնում։ Սիրելիներս, մեկնաբանությունների բաժնում խնդրում եմ գրեք, թե արդյոք դուք լվանում եք բլղուրը, շատ հետաքրքիր է։ Մինչ բլղուրը կուրչի, նախապատրաստենք մնացած բաղադրիչները։ Մանր կտրատում ենք 1 մեծ գլուխ սոխ և քերիչի խոշոր անցքերով անց ենք կացնում 2 միջին չափի գազար։ Բարեկամներ, այս կոտլետները կատարյալ ընտրություն են պահքի և վեգան սննդակարգի համար, բայց նույնիսկ մսակերները կգնահատեն դրանց համը։ Կարող եք մատուցել դրանք թարմ աղցանով, կարտոֆիլի խյուսով կամ պարզապես հացի մեջ, բուրգերի տեսքով։ Տապակի մեջ լցնում ենք ձետ և պատրաստում ենք սոխառած։ Սոխը տապակում ենք այնքան, մինչև թափանցիկ դառնա։ Բլղուրով կոտլետներ պատրաստելիս խճողակի մեջ կարող եք օգտագործել ձեր նախընտրած համեմունքները և չոր կանաչիները։ Ես ավելացնում եմ կարմիր կծու և քաղցր պղպեղներ, սև պղպեղ, ինչպես նաև չորացրած ռեհան։ Կոտլետների համը կախված է մեր պատրաստած սոխեռից, որքան համեմունքները շատ ենք վերցնում, այնքան կոտլետները ունենում են հագեցած համ։ Եվս մեկ անգամ լավ կխառնենք, որպեսզի համեմունքների բույրը լավ բացվի և վերջ, անջատում ենք կրակը։ Կոտլետներին թարմություն հաղորդելու համար առատ կանաչի ենք մարացնում։ Ես վերցրել եմ սամիտ, համեմ և ազատ քեղ։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի բաց չթողնեք հայկական խոհանոցի հետաքրքիր և համեղ բաղադրատոմսերը։ Բլղուրը արդեն պատրաստ է։ Որպեսզի ստանանք կպչուն զանգված, որից հնարավոր է ձևավորել կոտլետներ, բլղուրը կմարացնենք ձեռքի բլենդերով։ Ամբողջը մանրակրկիտ ձևով մարացնել պետք չէ, ընդամենը 1-2 ձեռքի շարժում և վերջ։ Ես վերցրել եմ մանր տեսակի բլղուր, սակայն այս կոտլետները կարելի է պատրաստել նաև խոշոր բլղուրով։ Համի և կառուցվածքի ոչ մի էական տարբերություն։ Ավելացնում ենք մամլիչով անցկացրած 3 ատամիկ սխտոր, մեր պատրաստած սոխեռը և մանրացրած կանաչին։ Այս ամենը խառնում ենք, որպեսզի համերը տարածվեն, կպչունություն ապահովելու համար կավելացնենք նաև 2 ճաշի գդալ ալյուր։ Արդեն իսկ շատ անուշ է բուրում, կարելի է հենց այսպես էլ համտեսել։ Ձեռքերը թռչում ենք, ձևավորում ենք կոտլետները և տապակում ենք առատ ձեթի մեջ, մինչև երկու կողմից գեղեցիկ կարմրեն։ Կոտլետները յուրաքանչյուր կողմից տապակում ենք մոտ 2-ից 3 րոպե։ Չնայած որ խճողակի մեջ ձու չկա, տեսեք թե ինչ լավ է պահպանվում կոտլետների ձևը։ Իդեպ ձևավորելուց հետո կարող եք դրանք դնել յուղաթղթի վրա և պատրաստել ջեռոցում, էլի շատ արտակարգ տարբերակ է։ Այս բաղադրատոմսով ստացվում են դրսից խրթխրթան, ներսից լավ եփված և հագեցած համ ունեցող կոտլետներ։ Իդեպ, եթե ուտողը առաջին անգամ է համտեսում, կարծում է, որ դրանք պատրաստված են մսով։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ բլղուրով պատրաստվող այսպիսի հրաշալի վեգան կոտլետների բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք առողջ։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։